Ողջույն, այսօրվա եթերը չնախատեսված եթեր է, բայց տեսա Լենդրուշը ակտիվացել է, իրան դուր չի եկել ոնց եմ ես իրան քննադատում, իմ մասին բաներ էր խոսացել, մարդիկ ուղարկում էին, ասել եմ մի հատ նայեմ տենամ ինչ է խոսում, համ նայում եմ, համ ծիծաղս է գալիս ու պատասխանեմ Լենդրուշին, գիտես ինչ Լենդրուշ, ես անկեղծ ասած ոչ ցանկություն ունեմ, ոչ ժամանակ ունեմ, որ նստեմ քո վիդեոները նայեմ, այդ քո վիդեոներից կտորներ հանեմ, քո այդ կտորները ցույց տամ, մեկնաբանեմ, խոսամ, ասեմ, վերլուծենք, այս ասենք, նայեք, այս սենց ասեց, այնց ասեց։ Ես քեզ մի պրոստի մի բան կասեմ։ Ես Սրբազան Եզրասի հետ նույնպես խնդիրներ ունեմ։ Մենք իրար հետ չունենք։ Սենց ասեմ, արդեն երևի թե 3 տարի, եթե ոչ ավել։ Բայց ես ոչ մի անգամ եկեղեցու մասին վատ բան չեմ ասել, որովհետև գիտեմ մեր եկեղեցին այնպիսի ինստիտուտ է, որ այդ սրբությանը դու պետք է չկպնես։ Ու հիմա, երբ որ Նիկոլը ուզում է մեր վերջին հայոց ազգայինը քանդի, մեր եկեղեցին քանդի, մեր սրբությունը քանդի, ես շակալի պես առիթից չեմ օգտվում, ասեմ, հա, դավայց, էս անենք, այն անենք, որովհետև ես հասկանում եմ, ստեղ ավելի մեծ խնդիր կա։ Ու երբ որ կողքից տեսնում եմ, ուրիշ շակալներ այդ դրանից օգտվում են ու հարձակվում են իմ եկեղեցու վրա, իմ վեհապարների վրա, նրանք ավտոմատ դառնում են ինձ համար թշնամի, ով ուզում է լինի, դու, թե Նիկոլը, թե ուրիշ ինչ-որ մեկ է, կամ իմ հարազատ մի մարդ, ինքը արդեն իմ թշնամին է, փորձում ես բացատրես, չհասկանում քիչ ուրիշ ձև ես ասում, ստեղ ուրիշ կարծիք չկա, ու դու ասում ես, այս իմ կարծիքն է, կեսել ես իմ կարծիքն եմ ասում, դու ին վրա ես հարձակվում, չես ես հարձակվում, դու 3 քանի ծրագիր, տարբեր եկեղեցականներ հավաքելով քո կողքդ, ամեն ձև հարձակվում ես, ու այն պահին էլ, երբ որ Էջմիածին են մտել ոստիկանները ու պղծում են Էջմիածինը, Սուրբ Մայր Աթոռը, դու պրիմոեֆիր ես տարել ու ոգևորված քո ատամներն ես ցույց տալիս, որ նայեք ինչ լավ բան ալնում։ Դու չես տարբերվում արդեն ինձ մոտ թուրքից, ումից ուզում է լինի, Նիկոլից։ Դա մեկ։ Երկրորդը, այն որ թուղթ ես ցույց տալիս, ասում ես քո վրա գործ եմ սարքելու։ Ճիշտն ասած, Ամերիկայում էլ մի հատ տասովշիկ կա, Գանե Մանուկյանը, որին վրա էլ էր ուզում գործ սարքեր։ Այդ տասովշիկը գործ նույնիսկ վրեժ չսկսեց հարուցել։ Բայց դու ով գիտի, կարող է 10 իրան անցնես, փորձի։ Ես ճիշտն ասած քֆուր կդնեի, ասել ով էլ որ չտա այն վրա գործ, սրա այն ու այն, բայց չեմ ուզում ասեմ, բայց ես քեզ իմացի թե այդ քֆուրը դրել եմ։ Կարաս ին վրա այդ գործը հարուցես։ Քո երեսդ բացվավ, եղբայր ջան, հարազատ ջան։ Ու հերիքա դոգի անունը, դոգերի ունքերից կախվես, այ ոչնչություն։ Անում ես դոգը եկեղեցու պահիով մի քանի անգամ բաներ է խոսացել եւ վեհապարին էլ կպել եւ պաշտպանել եւ եկեղեցուն էլ ասել որ պետք է եկեղեցուն բայ ինքն էլ որ հիմա ազատության մեջ ներես համոզված են որ ինքը եկեղեցու կողքը կանգներ բայց դու վերցնում ֆրացնում ես տեսեք որ դոգնել էր ասում վեհապարին sense բաներ ուրեմն ճիշտ է չէ մենք անում ենք ըհը կամ նույնը դոգը կպելա եւ ռուսներին եւ ասել է եթե բան լինի տարբերակը լինի կանգնել թե թուրքի մոտ թե թուրքի կողքին թե ռուսի կողքին ես պարզը կկանգնեմ ռուսի կողքին բայց դու վերցնում ես այն վիդեոներն ես ցույց տալիս երբ որ ինքը ռուսին ասում է ռուսի կամ էս ինչ կամ են դու սրիկա մարդ ես Լենդրուշ Մարգարյան ես ինչան ես տենց էլ ազգանունը չհիշեցի դու շատ սրիկա ես դու մանիպուլյատոր ես ես քեզ կարամ ասեմ ու դու այ
2-3 ամսվա բլոգեր, այդքան ձգեցիր, փետրվարից այդքան ձգեցիր։ Միջև հիմա աշկանելում ես Վարդանի ունքերից ես կախված, ինչ ելնում ես դոգի մասին էսա մի բան եմ ասելու, լավ բան եմ ասելու, այդքան բան ու հելավ գնաց, ապրես, դիտումներն ապահովված է։ Արայ, ես որ ուզենայք շարունակեի դոգի մասին, ու ասում եմ նախանձում ես դոգի կուսակցությունը ինձ ինֆորմացիա է տալիս։ Ինչ ինֆորմացիա տալիս, որ ամեն ինչ լավ է։ Այ հոգնած, թե քեզ ունես բաներ են ասում, որ դու չես կարա դրա մասին բան անես։ Օ, թե դու դոգի հետ խոսացել ես հեռախոսով, ես հիմա պետք է նստեմ ոտներս թուլանան, ինձ ասեմ, օրա դոգի հետ ա խոսացել, նախանձում եմ։ Արա դու ոչնչություն ես։ Այլենդրուշ, ոչնչություն։ Ու որ ես ասում եմ, ժեխեր են քեզ նայում։ Այն մարդիկ, ովքեր որ կոմենտներ են գրում, եկեղեցուն են կպնում, այ դրանք լրիվ ժեխեր են։ Այն մարդիկ, ովքեր իմ հենց էլի այդ վիդեոների ժամանակ, որ ես եկեղեցուն եմ պաշտպանում, էլ ինձ ինչ քֆուր բան են գրում, ես դրանց բլոկում եմ։ Այդ մասյան անցել է քո մոտ։ Այդ որ եկեղեցի են քրվում, էս են անում Նիկոլի, այ քո կողմն են արդեն հիմա։ Այ դրանցով դու ապրի, զարգացի, ծլի, ծաղկի։ Ոչնչություն, Լենդրուշ, ոչնչություն։ Դու այդքան չկաս ես որ քո վիդեոները դնեմ, մի հատ էլ մեկնաբանեմ ցույց տամ, հալա, դու դատարկություն ես։ Ասում ուրիշի վիդեոները ցույց տալիս վերլուծում է։ Ես սովորում եմ ուրիշներից։ Ես ուրիշների խելոք մարդկանց գտնում եմ, վիդեոները դնում եմ, նայում ու խոսում ենք, բայց դու այնքան չկաս, որ քո վիդեոները չեմ դնում, չենք էլ նայում։ Այ ոչնչություն։ Լենդրուշիկ։ Դու շատ փոքր մարդ ես։ Այսօր ինձ մարդիկ գրում են ասում են, ախպեր վրա, մենք քեզանով ճանաչեցինք, դու էֆիր բան քեզանով ճանաչեցինք, գնացինք բանացինք, հիմա ես ինչ էրա խոսում, բան անում։ Դու ոչնչություն ես, Լենդրուշիկ։ Բակա։ Չեմ ուզում քո թեմայով խոսամ, ինչքան էլ հաճաս, եթե բանը բանից չանցնես, ես դեմ չեմ նայ, բայց գործ դու, գնա գործը դու, այն որ թուղթը սարքել ես ոստիկանություն գործ ես ուզում տաս դու թող գա, եթե գաս տեղ, ես ռուսներին կասեմ, որ դու իրանց ռուսիկ ես ասես տեղի հայությանը, իսկ կպելել ես եկեղեցուն դրա համար եմ ես տենց բան ասել։ Իսկ թե քո կարծիքով Ինտերպոլից պետք է Ֆրանսիա կամ Ամերիկա թռնեմ այնտեղ ինձ բան անցեն, դե այն ժամանակ будем разбираться по возможностям, բայց зато կիմանանք, որ դու գործ տվող տասովշիկ ես, այ ոչնչություն։ Բակա գործը կտաս, գործ տվողի գիտես արդեն։